Ռազմավարական հիմնական ուղղությունները դա պատմամշակութայինն են, գաստրոտուրիզմն է, որտեղ ներառված է նաև գինու տուրիզմը եւ հայկական բրենդին, այնուհետև շարունակում է արկածային զբոսաշրջությունը, որը շատ ակտիվ է զարգանում, իմիջիալոց նշեմ, որ Իսպանիայի Ֆիտուր միջազգային ցուցահանդեսին մեզ հետ էր արկածային զբոսաշրջությունը ներկայացնող մոտոտուրեր իրականացնող մի ընկերություն, հավատացեք ամենաակտիվը հենց այդ ընկերության սեղանն էր, որովհետև եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են հենց արկածային զբոսաշրջության ուղղությունները, այնուհետև մեզ մոտ ըստ հերթականության գալիս է մայիս զբոսաշրջությունը, կարծում ենք, որ Հայաստանը արդեն մեծ շուկով եւ մեծ պատվով իրականացրել է մի քանի խոշոր մայիս միջոցառումներ, կլինեն դրանք ֆորումներ, սպորտային միջոցառումներ, թե մասնավոր բիզնեսի արդեն գիտենք մի քանի խոշոր բանկեր են Հայաստանում իրենց տարեկան միջոցառումներ անցկացնել եւ ունենալով լավ ենթակառուցվածքներ եւ կարողանալով մատուցել մատչելի ծառայություններ, հիմա մենք Հայաստանը տարբեր հարթակներում դիրքավորում ենք որպես մայիս զբոսաշրջության կենտրոն Այնուհետև մեզ մոտ առաջնահերթություններում բժշկական զբոսաշրջությունն է, ինչպես գիտեք անցած տարի զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնեց եւ անցկացրեց առաջինը Հայաստանում բժշկական զբոսաշրջության համաժողով, որտեղ ներկայացված էր եւ էկոնոմիկայի նախարարությունը, եւ առողջապահության նախարարությունը, եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ, հիվանդանոցներ, ապահովագրողներ, իրավաբաններ Այս ուղղությամբ մենք այս տարի մեկ այլ առաջ կգնանք, արդեն հունվարին ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար Մադամ Շեյխայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով, որը հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ եւ տարեկան 100,000-ավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկիր ստանալու բժշկական ծառայությունները Հաջորդող մեծ ներուժ ունեցող ուղղություններն են իհարկե գյուղական կամ էկոզբոսաշրջությունը մենք մարզերը, որոշ մարզեր մասնավորապես թիրախավորում ենք հենց գյուղական ագրոզբոսաշրջության կենտրոններ որպես եւ նաեւ 2025 թվականից մեր ուշադրության կենտրոնում է կրոնական զբոսաշրջությունը Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն այնուամենայնիվ աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը շատ երկրներ շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին եւ այս ուղղությամբ մենք նույնպես ըստ ռազմավարության եւ ըստ կատարվող ծրագրերի պլանի իրականացնելու ենք աշխատանքներ